Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 21445 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 498 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ, 573 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժինները տարվել 152 քաղաք։ Հանրապետությունում բացահայտվել է 812 հանցագործություն, այդ թվում առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 249, թմրանյութի հայտնաբերման 83, ֆիզիկական ներգործության եւ խարդախության 49-ական, անձնական ունեցվածքի գողության 36, հոգեկան ներգործության 32, մարմնական վնասվածք պատճառելու նաեւ մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 34 հանցագործություն եւս բացահայտվել է։ Հայտնաբերվել է 48 հետախուզվող, 6 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 28 դեպք։ 7 օրում գրանցված 87 ավտովթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, վնասվածք ստացել 116-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 644 դեպք, 214-ը արտակարգ։ Մասնավորապես հրդեհի 119, հրդեհի ծագման սպառնալիքի 23, ճանապարհատրանսպորտային պատահարի 41, կենցաղային կանչի 200 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 127 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 232 քաղաքացու, փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 3 մարդ։ Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել շուրջօրյա վերահսկողություն եւ կանխարգելիչ միջոցառումներ քաղաքացիների անվտանգությունը ապահովելու եւ հասարակական կարգը պահպանելու նպատակով։ Ապօրինի ձեռնարկատիրության 3 դեպք, քրեական ոստիկանների բացահայտումը։ Քրեական ոստիկանության գլխավոր եւ Արարատի մարզային վարչությունների ծառայողները բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրության 3 դեպք։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները մարտի 11-ին ստացան հավաստի տեղեկություններ եւ համագործակցելով Արագածոտնի գործընկերների հետ ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ Նոր Ամանոս գյուղի վարչական տարածքում Տուվ քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը, որի թույլտվությունը գործում էր մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 1-ը, ժամկետը լրանալուց հետո շարունակել է գործունեությունը։ Այս ընթացքում ապօրինի արդյունահանվել եւ իրացվել է շուրջ 300 խորանարդ մետր տուֆ։ Պետությանը եւ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի մոտ 10 միլիոն դրամի վնաս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ապօրինի ձեռնարկատիրության եւս 2 դեպք բացահայտվել է մարտի 10-ին քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների կողմից։ 2 դեպքում էլ ոստիկանները համագործակցել են գլխավոր վարչության գործընկերների հետ։ Ըստ օպերատիվ տեղեկության սահմանափակ պատասխանատվության մի ընկերություն Արարատի մարզի Գորավան գյուղի վարչական տարածքում 2017 թվականից մինչ օրս խախտելով ընդերքի օգտագործման պահանջները հատկացված սահմաններից դուրս իրականացրել է ավազի ապօրինի արդյունահանում։ Մյուս դեպքում 2015 թվականից մինչ օրս մեկ այլ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն նույն կերպ ավազի ապօրինի արդյունահանում է իրականացրել Լուսարատ գյուղի տարածքում։ Համայնքներին պատճառվել է էական վնաս։ 2 դեպքով էլ կազմված փաստաթղթերը ներկայացվել են ՎԴ-ի քննչական բաժին։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել էին խոշոր գումար։ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը։ Դեռևս հունվարի 16-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ Վանաձորում գտնվող մի ռեստորանի չհրկիզվող պահարանը կոտրել ու գողացել են խոշոր գումար։ Դեպքի վայր էր մեկնել քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը։ Ըստ ռեստորանի տիրոջ հաղորդման ինքը գտնվել էր ռեստորանի երկրորդ հարկի իր աշխատասենյակում, երբ կոտրել էին առաջին հարկում գտնվող չհրկիզվող պահարանի դուռն ու գողացել $30,000, 6 միլիոն դրամ ու ոսկյա զարդեր։ Նույն օրը Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, կատարվել էին անհրաժեշտ գործողություններ, սակայն հանցագործությունը թարմետքերով բացահայտել չէր հաջողվել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ու Լոռու մարզային քննչական վարչության ծառայողների համագործակցության արդյունքում մարտի 9-ին ստացվեց օպերատիվ հավաստի տեղեկություն, որ ռեստորանից գողությունը կատարել է Վանաձորի բնակիչ 37-ամյա մի տղամարդ, ում օժանդակել էր նաեւ համաքաղաքացիներից մեկը։ Նույն օրը երկուսն էլ ձերբակալվել
ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարույթն իրականացնող մարմին։ Պարզվեց նաև, որ նրանք ծրագրել էին կատարել բնակարանային գողություններ, ինչը կանխվեց նրանց ձերբակալությամբ։ Մարտի 10-ին խուզարկություն է կատարվել օժանդակող տղամարդու տանը, հայտնաբերվել են կանեփանման բույսով տարաներ եւ մարիխուանայի նմանվող խոշոր չափերի զանգված։ Դատարանի որոշմամբ գողությունը կատարողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ օժանդակողի նկատմամբ տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Սուպերմարկետից տերմինալ գողանալու փորձը կանխվեց։ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը։ Փետրվարի 27-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացան օպերատիվ տեղեկություն, որ անհայտ անձը փորձում է գողանալ Սիսիան քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը։ Տեղեկությունն իրացվեց Սյունիքի քրեական ոստիկանների եւ գվարդիայի ծառայողների հետ համատեղ։ Նույն օրը ժամը 21:14-ին տերմինալը գողանալու պահին 40-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Մալաթիայի համայնքային ոստիկանների տեղեկությունը հաստատվեց։ Տղամարդը թմրանյութ էր իրացնում եւ ապօրինի պահում զենքզինամթերք։ Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շերամի փողոցի մի բնակիչ տանն ապօրինի պահում եւ իրացնում է թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգվեց եւ հաստատվեց։ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարտի 10-ին դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 52-ամյա տղամարդու բնակարանում։ Հայտնաբերվեցին եւ առգրավվեցին ավելի քան 92 գրամ ափիոն, 69 գրամ մարիխուանա, անհայտ ծագման հաբեր, շագանակագույն հեղուկով ներարկիչ, նույն գույնի հետքերով ներարկիչներ, տարաներ, կշեռքներ, ինչպես նաև դյուրակիր համակարգիչ, պլանշետ եւ բջջային հեռախոսներ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների ընթացքում ստացվեցին նոր տվյալներ, այս անգամ արդեն ապօրինի պահվող զենք զինամթերքի վերաբերյալ։ Մարտի 12-ին վարույթի շրջանակում խուզարկություն կատարվեց նաև տղամարդուն պատկանող ավտոտնակում։ Հայտնաբերվեցին օդաճնշիչ, մարտական ու մեկնարկային մեկական ատրճանակ, փամփուշտներ եւ զինամթերք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։